կարմիր խնձորը առատության, հարստության, երջանկության գրավականն է։ Ինչու են, երբ ամուսնանում են նորապսակները, այնտեղ կարմիր խնձոր են տալիս։ Դա նշանակում է, որ հաջորդ տարին, որ երեխա ունենան, բերք ու բարիք լինի այդ ընտանիքում, առատություն լինի, համերաշխություն լինի։ Եթե օրը օգտագործում ենք 2 հատ խնձոր, ապա դուք էլ հիվանդություն չեք ունենում, որովհետև կալիում, կալցիում, մագնիզիում, վիտամինների հզոր քանակություն, որը կարգավորում է եւ սիրտանոթային համակարգը, ներվային համակարգը, այն սինթեզում է սերոտոնին ֆերմենտ, որը դուք ձեր ներվային համակարգը հանգստացնելով խաղաղ հանգիստ քնում եք ամբողջ գիշեր։ Եթե ներվային համակարգը հանգիստ է, ապա սիրտանոթային համակարգը ճնշումը չի բարձրանում, ձեր անոթների էլաստիկությունը նորմալ է, սիրտը աշխատում է համաչափ։ Բայց նաև ասեմ, ինչքան լավ է լյարդի համար։ Չէ՞ որ լյարդը այն ամենամեծ օրգանն է աղեստամոքսային տրակտի, որ կարգավորում է մեր խոլեստերինի քանակությունը արյան մեջ։ Դրա համար օգտագործում ենք խնձոր։ Խնձորը օգտագործում ենք մինչև 3-4-ը, դրանից հետո չի կարելի օգտագործել։ Եվ օգտագործում ենք սոված ժամանակ, որպեսզի վիտամիններն ու միկրոէլեմենտները նորմալ ներծծվեն օրգանիզմ։ Թե չէ երբես սնունդ եք օգտագործում, այն մնում է վերևի մասը, թթվում, դառնում ալկոհոլ եւ ախտահարում ձեր լյարդը։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, օգտագործում ենք խնձոր, բայց եթե ունեք սրտի խնդիր, ապա անպայման էխոսրտագրություն որտեղ, իհարկե ձեզ ամենահարազատ Մարիամ Վահանյանի մոտ։ Եվ մենք օգտենք ձեզ վերադարձնելու տարիների գողացած ձեր առողջությունը։ Էս ինչ հրաշք է։